Չին բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է, ապրիլի 1-ի համար, ճիշտ ասած, սա երկրորդ տեսանյութն է, որ անում եմ, մյուսը արդեն հասել էի կույսեր, տեսնեմ, որ խեցգետիններից հետո չկա, անջատվել էր, հեռախոսից ձայնն էլ անջատված էր, չէի լսել, որ տեսանյութը անջատվել է, և ես այդպես մենակ խոսում էի, դրա համար փոխել եմ քարտերը, որպեսզի նորից սկսենք։ Եվ իհարկե ուրախության օրն է, որքան հնարավոր է այդ օրը շատ ծիծաղացեք, անհիմն բաների վրա ուղղակի ուրախացեք, ծիծաղացեք, բան գտեք, որպեսզի ուրախանաք։ Մի նեղվեք, երբ որ կատակներ կանեն, այն էլ անհիմն կամ թեկուզ վախենալու, պետք է ուղղակի այդ օրը լիաթոք ժպտալ, որքան կարող եք, այդքան ժպտացեք։ Դե օրը 3 շաբթի աշխատանքային օրը եւ ուղղակի ստիպված եմ լինելու նայել այս մյուս քարտերով, որովհետեւ պետք չի ծանրաբեռնել եւս այդ քարտերը, որտեղ արդեն նա խոսել է։ Նա ինչ որ բաներ է արդեն ասել։ Դե համար կնայենք հիմա այս մյուս քարտերով, եթե նմանատիպ բաներ կլինի, ուրեմն հենց իրոք ձեզ հետ այդ դա պետք է կատարվեր։ Եթե ոչ, ուրեմն ինչ որ մի ձևով Աստված ուզեց, որ փոխվի ձեր օրը, առօրյան։ Ես միշտ այդպես եմ մտածում, երբ որ կիսվում է, ուրեմն դա նշանակում է, որ պետք է չլիներ դա, ուղղակի պետք է չլիներ։ Այսքանը եւ գնայենք խոյերին իհարկե։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 1-ին։ Ուրեմն, այդ օրը ոմանք կարող են նոր ինչ-որ մի բան սկսել, երեխաների հետ կապված ինչ-որ իրադարձություններ կան, որոնք որ պետք է անեք, ծնունդ է, կնունք է, նաև հղիություն դա կարող է լինել, ինչ-որ մի բան կցանկանաք, նոր բիզնես սկսել, նոր կյանքի սկիզբ, նոր ինչ-որ մի բանի հիմք կարող եք դնել, և այստեղ կարող եք կտրեք ինչ-որ մի բան հեռացնեք ձեր կյանքից և նորովի ապրեք, նորովի սկսեք ապրել, ամբողջությամբ նոր կյանքով։ Նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք այդ օրը, կարող եք վիճել և նաև հեռացնել ձեզանից այդ մարդուն կամ ինչ-որ մի բան, նաև աշխատանքը, ամեն ինչ այստեղ, մարդը կտրում գցում է իր կյանքից։ Եվ բացի դա էլ դա սուր գործիքներով ուղղակի այդ օրը եթե պետք է զբաղվեք, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք։ Եվ բավականին էմոցիոնալ կլինեք, ոմանք կարող են նաև ինչ-որ գաղտնիք բացահայտվել ձեզ համար, ոմանք կարող են նաև այստեղ ռոմանտիկ ժամադրություն ունենալ, շփվել ինչ-որ մարդկանց հետ մինչև ուշ գիշեր, նաև ձեր մայրիկի հետ կարող եք հանդիպել, շփվել։ Այսքանը։ Ինչ-որ մի բան կարող է նաև ձեզ մոտ մութ մնա, ինչ-որ մի բան գաղտնի մնա նաև, ոմանց մոտ կարող բացահայտվել, ոմանց մոտ կարող գաղտնի մնալ, ոնց որ չիմանաք, թե ինչ էր ուզում ասեր դրանով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 1-ին։ Ոչ է կամուրջ է ստեղծվելու ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մեկին հանդիպելու, ինչ-որ մի բանի մասին խոսելու, սա նաև նոր հնարավորություններ է ձեզ համար, որ կարող եք ունենալ օրվա ընթացքում, հնարավորություն կստեղծվի, ինչ-որ կամուրջ կստեղծվի, ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մի բան ստեղծելու, խոսելու, հաշտվելու, հանդիպելու, ինչ-որ մի կարևոր մի բան է։ Նաև այդ օրը ընտրության առջև կարող եք կանգնած լինել, ոմանք շատ գլոբալ, ոմանք նաև ուղղակի, ինչ-որ թեթև որևիցե մի բան է, որ կարող է ուղղակի հագուստի մեջ հասարակ մի բան, թե ինչ կրեք այդ օրը, ինչ սպայուսակ բռնեք։ Եվ դռներ են բացվում ձեր առջև, նոր դռներ են, նոր հնարավորություններ են ինչ-որ մի բան ստեղծելու, ինչ-որ մի բան անելու համար։
Եվ սա է նոր հնարավորություն, եւ սա է նոր հնարավորություն դες տալիս։ Երկու մեկը կամուրջ է ստեղծում ինչ որ մի բան անելու, մյուսը դռներն է բացում, ասում է արի, կամուրջը անցար, դե արի, որպեսզի անես։ Ոմանք կարող է ընտրություն կատարեն եւ ինչ որ մի դուռ փակեն իրենց կյանքում, որովհետեւ խավարումից հետո միշտ այդպես է։ Ինչ որ մի դուռ պետք է փակեք։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 1-ին։ Ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, իրենց առողջությամբ, ընտանիքի անդամներով, նաև կարող է ընտանիքում երեխա ծնվել, կամ հղիություն լինի, կամ որևէ մեկը որոշի ամուսնանալ, կամ իրենց մոտ է այդպես երեխայի ծնունդ։ Եվ ընտրության առջև այդ օրը կանգնած կլինեք, թե ինչ անել, ինչ հագնել, միգուցե այստեղ ինչ գույններ կել ձեր մազերը, եթե գնում եք Վարսահարդարի մոտ։ Ինչ որ մի բան ընտրության առջև կանգնեք։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, տղամարդու հետ, այստեղ ավելի շատ տեսնենք ով է։ Ուշադիր եղեք, կարող եք վիճել նաև այդ տղամարդու հետ։ Ինչ որ մեկն է, ում հետ կարող եք վիճել։ Նաև կարող է ձեզ օգնել ինչ որ մի բան մաքրել, ինչ որ մի բանը կարգի բերել, այն գործը, որ տղամարդուն է վերաբերվում, կարող է բազմոցը քաշի եւ այլն, որպեսզի դուք մաքրեք, կարող դիմել այդ տղամարդուն, որ մի փոքր շուտ արի տուն, որ սա անենք եւ այլն, նման բաներ։ Ում սա, եթե տղամարդ եք, ձեզ է ցույց տալիս, որ այդ օրը կարող եք ինչ որ մեկի հետ վիճել։ Ում ինչ որ մեկին օգնել, ինչ որ հարցերում, ինչ որ տեղերում մաքրություն անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին, որ օծեր թռնում։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 1-ին։ Հաջողություն, հաջողակ օր է։ Ինչ անեք, հաջողությամբ կավարտվի։ Յուրաքանչյուր բան այդ օրը հաջողությամբ կավարտվի։ Նաև հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Այս տղան փոփոխություն է մտցնելու ձեր կյանք, փոփոխություն է բերելու ձեր կյանք, ընդհանուր։ Ինչ որ մի բան է լինելու։ Միգուցե ձեզ օգնում է տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կամ իր հայտնվելով ձեր կյանք, կարող է նաև ինչ որ փոփոխություն բերել ձեր կյանքում։ Կամ կարող եք իմանալ, ձեր տղան է կարող է, իմանում եք, որ իր մոտ է փոփոխություն, կինն է հղի եւ այլն, նման որևէ մի բաներ, կամ ինչ որ գլոբալ փոփոխություն է լինելու իր կյանքում։ Եվ մի խաղացեք այդ օրը, մի խաղացեք ոչինչի հետ, ձեր կյանքի հետ, հարաբերությունների հետ, ինչ որ մի նաև խաղ, հենց հատուկ խաղ, անգամ դա մի խաղացեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Չնայած չի բացառվում, գիտեք, որ կարող եք շահել։ Եթե խաղաք, ուրեմն 1 հատ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 1-ին։ Նոր սեր, սիրահարվածություն, կարող է նաև ձեզ լավ եք զգում, ձեզ նաև այսպես բարի եւ հաճելի խոսքեր են ասում, թե որքան գեղեցիկ եք։ Սիրո խոստովանություն, դուք կանեք, ձեզ կանեն, նաև կարող է ինչ որ մի իմանաք, որ ինչ որ մեկն է ձեր սիրահարվել։ Նաև ձեր սիրելի մարդկանց հետ կարող եք հանդիպել, շփվել։ Եվ այստեղ նաև ձեզ ինչ որ նոր կամուրջ է ստեղծվում ձեզ համար, ձեր կյանքի համար, ինչ որ մի բան անելու համար, հաշտվելու, միգուցե սիրո հետ հաշտվելու եւ ձեր հարաբերությունները կայունացնելու համար, ընդհանուր առմամբ ձեր անձնական կյանքը կայունացնելու համար, իրար հետ հանդիպեք, հաշտվեք, խոսեք,
շփվեք, միգուցե նոր հարաբերություններ ունենաք։ Նաև ինչ որ բան է ձեզ մոտ կայունանալու։ Ոմանց մոտ հարաբերություններ, ոմանց մոտ այդ կամուրջը կարող է այնպես անել, որ ձեզ մոտ ինչ որ մի բան կայունանա։ Այդ հնարավորությունը, որ տրվել է ձեզ, դա կկայունացնի ձեր հետագա կյանքը։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 1-ին։ Խորամանկ անձնավորություն կա ձեր շրջապատում, խաբեբա անձնավորություն կա ձեր շրջապատում։ Տեսնենք ով է, ամենայն դեպս միգուցե ցույց տա, թե ինչ ոլորտում, ինչ որ կին է, պետք է մի փոքր ուշադիր լինել այդ կնոջ հետ կապված, կամ խաբեբա է, կամ խորամանկ է, ով որ ձեզ հենց կողմ ինչ որ մի բան է փորձում շորթել իր խաբեությամբ։ Նամար ուշադիր եղեք։ Նաև այդ օրը նամակագրական կապ կարող եք ունենալ ինչ որ մարդկանց հետ կամ մարդու հետ, նաև ոչ փաստաթուղթ կարող եք ստանալ ինչ որ բաներ գրանցել, գրել, ջնջել, կարող է ինչ որ բաներ եք սովորում ինտերնետից եւ այլն, որտեղ որ կարող եք գրել, գրանցել ինչ որ սովորեցիք։ Ցուցակ կարող եք կազմել եւ գնալ խանութ։ Այստեղ նաև առիթ է կարող է հրավիրատոմս եք ստանում, որպեսզի գնաք առիթի։ Կամ հասարակության մեջ ելույթ ունենաք, ոչ մի տեղ կգտնվեք, որտեղ որ շատ մարդիկ կլինեն։ Նաև առիթի կարող են հրավիրել, կամ հենց այդ օրը հենց առիթի կարող եք լինել։ Ինչ-որ մեկի ծնունդը կարող է լինել, կամ ընկերներով եք հանդիպում, ես մեկներ խորամանկ է, ինչ որ բաներ է ուզում քաղի։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 1-ին։ Այդ օրը հնարավոր է ոչ է գաղտնիք բացահայտվի ձեզ համար։ Կարող է իմանաք ինչ որ մեկը, որ խաղում է, սիրում է խաղալ, այդ օրը խաղացել է նաև։ Միշտ չի, որ խաղը դա կարող է շահում բերել մարդկանց, խնդիրներ է առաջացնում։ Նաև ոմանք կարող են զբաղվել ուսմամբ կամ ընդունվել ոչ մի տեղ սովորելու, ոմանք կարող է ուղղակի տանը նստեն, գիրք կարդան, սովորեն, ինքնակրթվեն։ Նաև ինչ որ մի էջ կարող եք թերթել ձեր կյանքում եւ անցնել արդեն մեկ այլ էջ, հա, վերջ դրան էլ չանդրադառնաք, թողնեք անցյալ։ Կարող եք խաղալ, սա նաև ասում եմ մի խաղացեք ինչ որ բաների հետ։ Այստեղ ինչ որ լինելու է, այս գաղտնիքի հետ կարող է լինել, ինչ որ մի բանի կյանքի փոփոխման հետ կարող է լինել, դա։ Եվ ամեն ինչին ռեալ նայեք, յուրաքանչյուր քայլ անելուց։ Այդ որ նաև կարող եք հանդիպել ձեր ընկերոջը կամ ընկերուհուն, շփվեք իր հետ, նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 1-ին։ Այստեղ անցյալը կարող եք հիշել, անցյալի մեջ խորանալ, անցյալից ինչ որ մի բաներ վերադառնա։ Գնաք այնպիսի տեղ, որտեղ որ նախկինում եք եղել, կամ ինչ որ մի բան անեք, որը որ կարող է անցյալում ինչ որ մի բան եք արել, կանգնացրել եք եւ հիմա կարող եք դա կրկին առաջ մղել, առաջ տանել։ Եվ մի խորացեք անցյալի մեջ, երբ որ այս քարտը ընկնում է, դա ասում է, որ մի խորացեք, թողեք անցյալը մնա անցյալ։ Պետք չի անցյալը նորից բերել ներկա։ Եվ իհարկե այստեղ ճանապարհ կարող եք գնալ այդ օրը, շատ ճանապարհներին կարող եք լինել։ Ոչինչ ձեզ չի խանգարի ձեր գործերը առաջ մղելու համար։ Եվ մանրակրկիտ ուսումնասիրեք ամեն ինչ,
բոլոր մանրուքներին լավ ուսումնասիրեք դեռևս Մերկուրին է հետադարձ, այնպես որ ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրեք։ Եվ մանրուքների հետևից այստեղ կարող գիտեք անցյալի հետ է դա կարող կապված։ Մանրուքների հետևից եք ընկնում, այ ոնց էր որ անցյալում այսպես էր, որ նախկինում դու սենց արեցիր, հիշում ես մի տարի սենց արեցիր, մի տարի առաջ եւ այլն, եթե պետք է դա կռիվ հրահրի, ապա մի ընկեք մանրուքների հետևից, բայց մանրուքներին պետք է ուսումնասիրել արդեն ինչ որ մի բան անելուց, գործնական եւ այլն, որը կարեւոր է։ Կարող ուղղակի մանր բաներ եք անում, մանր գործերով եք զբաղվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 1-ին։ Դա այստեղ սա հասունության քարտն է, նաև հաջողության, սա հաջողություն է բերում մարդուն յուրաքանչյուր պարագայում, ինչ էլ որ անեք այդ օրը հաջողություն է այստեղ նա տալիս մարդուն եւ իմաստություն ինչ որ մի բան անելու համար։ Եվ այստեղ սա այս քարտը հենց ընկել է, որովհետեւ այստեղ կարող է վեճ է սա, որից հետո որ կարող է մարդը բաժանվել, դրա համար այստեղ ասում մի քիչ հասուն ձևով նայեք դրան, մի քիչ մեծավարի նայեք, իմաստուն կերպով նայեք, որտեղ կարող եք վիճել եւ բաժանվել անիմաստ օրինակ մի լեզվակռվի պատճառով։ Եթե ուզում եք որ այդ մարդը գնա ձեր կյանքից, ապա այո, դա արդեն մեկ այլ հարց է։ Նաեւ ուշադիր եղեք այդ օրը սուր գործիքների հետ աշխատելուց, ինչ որ բաներ անելուց, դանակ եւ այլն, հատկապես եթե նման տեղ եք աշխատում։ Եվ կարող եք այդ օրը շատ շփում ունենալ։ Ուղղակի ուշադիր եղեք, որ այդ շփումը չվերածվի լեզվակռվի, եւ նաեւ դա կարող է բամբասանքներ լինեն ձեր հասցեին կամ ձեր կողքը, եւ այստեղ հենց ասում եմ մի քիչ դուք ինքներդ հասուն եղեք եւ թե ինչ կխոսեն ձեր շրջապատում, դուք մի ավելացրեք դրան կամ դուք մի ասեք ոչինչ, եթե կխոսեն, դուք բանտեղ մի դրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 1-ին։ Այստեղ նամակագրական կապ կունենաք ինչ որ մարդկանց հետ, նաև կարող է որ փաստաթուղթ եք ստանում, շատ կարևոր։ Նաև ինչ որ բաներ կարող եք գրանցել, գրել, ջնջել, այն ինչ որ բաներ պետք է գրեք այստեղ այնտեղ շատ կարևոր ձեզ համար։ Եվ նաև մանրուքներին ուշադրություն դարձրեք, եթե պետք է այստեղ ինչ որ մի բան ստորագրեք, ապա լավ ուսումնասիրեք յուրաքանչյուր մանրուք։ Եվ իհարկե կարող եք մանր գործեր անել։ Բացի դա էլ, եթե պետք է այստեղ ունենք խորամանկ անձնավորություն, որը կարող է խառնել, եւ դրա համար էլ ինչ որ լսեք, ինչ որ ասեն ձեզ, այդ պահից մի հատ այդ մանրուքները լավ ուսումնասիրեք, լավ նայեք, որովհետեւ ինչ որ մի բան կարող խաբեություն լինի այնտեղ ձեզ համար, սխալ բաներ լինի։ Յուրաքանչյուր այստեղ կամ այստեղ աշկիս առաջ եկա, եթե տուն եք գնելու, մեքենա եք գնում, այստեղ ստորագրում եք, այստեղ ինչ որ բան կամ խաբեություն կամ լավ ամեն տառը դետալը կարդացեք, թե աշխատանքի կլինի, թե տան հետ կապված արք ու վաճառքի եւ այլն, յուրաքանչյուր բան գիտեմ, որ մարդիկ կան, որ իրենց համար Մերկուրին է հետադարձով, հետադարձ միևնույն է, իրանք բան այնտեղ չեն դնում եւ իրենց անում են եւ դրա համար էլ այստեղ հստակ հենց ցույց է տալիս, որ պետք է ինչ որ մի բան կարող է նաեւ սա ասել ձեզ, որը որ պետք է մի հատ լավ վերլուծել իր ասածը, հետո նոր ու կարող է խառնել ձեզ, թեկուզ ձեր ընտանիքը եւ մանրուքների հետևից ընկնեք, վիճեք ձեր սիրելի մարդկանց հետ։ Դա եւս ուշադիր եղեք, այստեղ կարող է նամակի միջոցով է խառնում ձեզ։
Այսքանը ձեզ համար ուշադրության օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 1-ին։ Հանդիպում, շփում որևիցե տղայի հետ այդ օրը։ Տղա աղջիկ, ոմանք կարող են իրենց երեխաներին հանդիպել այդ օրը, ոմանք այստեղ կարող զույգեր են, նոր կյանք եք սկսում, ինչ-որ մի բան եք հետ անցյալում թողելու և նոր բան եք սկսելու, և այստեղ շատ ուշադիր եղեք, Վեներան է դեռևս հետադարձ, այն երկուսին էլ այստեղ ցույց է տալիս, նոր կյանք, ինչ-որ մի բանը բաց եք թողնելու, դա նաև կարող է ձեզ է վերաբերվում, այն ինչ որոշում եք իրարից հեռվանաք, այդ պահը շատ ուշադիր եղեք։ Նաև հանդիպում, շփում, տեսնենք ով է այս տղան, առանձին նայենք։ Խորամանկ ոյցի անձնավորություն։ Ինչ էլ որ լինի, ուշադիր եղեք այս տղամարդուց։ Նաև ինչ-որ մի բան, ինչ էլ որ գնա ձեր կյանքից, բաց թողեք, որովհետև խավարումից հետո յուրաքանչյուր բան կարող է գնալ ձեր կյանքից։ Ուղղակի բաց թողեք, ոչինչ այդքան ուշադրություն մի դարձրեք, ինչը որ պետք է գա ձեր կյանքում, ձեր ճանապարհով, ոնց որ դուք ապրում եք, երբեք չի գնա ձեզանից, երբեք։ Եթե ինչ-որ մի բան է գնում, ուրեմն դա ձեր հետ չէր գալու։ Ինչքան ուզում եք բռնեք, հետո ցավոտ է լինում բաժանումը։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Մի փոքր դժվար կյանք ունեցող աղջիկ է։ Կարող է իր կյանքը պատմել ձեզ։ Դուք պատմեք իրեն, ինքը լսի ձեր կյանքը, կամ պետք է օգնեք իրեն ինչ-որ մի հարցում, ձեռք մեկնեք իրեն։ Եթե տղայի է նայում, սա ճակատագրով հանդիպում է ձեզ այդ աղջկա հետ։ Ճակատագրական հանդիպում է, շատ կարևոր ձեզ համար նաև։ Եվ ուշադիր եղեք, կարմայով չգա, ճակատագրով երբ որ գալիս են, դուք այդ մարդուն անընդհատ տեսնում եք։ Եթե կարմայով է, դուք այդ մարդուն տեսնում եք և ճանաչում եք, ոնց որ դուք 1000 տարվա ծանոթներ լինեք։ Եվ իր գալով ու գնալով մարդուն ցավ է տալիս, և այդ մարդը դրանից պետք է դասեր քաղի, կամ եկել էր իր պարտքերը տանելու, եկել էր իր ինչ-որ անցյալ կյանքում ինչ-որ բաներ մնացել, եկել է հիմա տանում է։ Դրա համար մարդիկ, երբ որ կամ չեն կարողանում բաժանվել, չեն կարողանում իրար հետ լինեն, դա կարմայական հարաբերություններն են։ Բայց այստեղ ավելի շատ ոնց որ թե ինչ-որ դժվար մի ճակատագրով կին է կամ աղջիկ է, ով իր կյանքը այդպես ձեր առջև կբացի և կխոսի, կպատմի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 1-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Էլի աղջիկ, ուրեմն կամ ձեր աղջիկն է, կամ ձեր քույրն է, ձեր մայրն է, ձեզ հարազատ մարդ է, ձեր կողքին կանգնած մարդ է, միևնույն էլի աղջիկ ու աղջիկ, կամ ձեր ընկերուհու, եթե տղա է նայում, ձեր ընկերուհու մայրը կարող է լինել նաև։ Այդ օրը որևիցե կամուրջ է ձեզ համար ստեղծվելու ինչ-որ մեկին, հանդիպելու, խոսելու, հաշտվելու, տեսնելու, շփվելու, մի խոսքով, ինչ-որ մի կամուրջ է, ինչ-որ մի հնարավորություն է, որը որ ձեզ ինչ-որ մի բան է թեթևացնում, ինչ-որ մի բան է հեշտացնում, որ դուք անեք այդ օրը։ Ձեզ այդ կամուրջը ստեղծում է, ասում է մի գնա քարքարով ճանապարհներով, արի այս ճանապարհով գնա, ես քեզ օգնում եմ։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Եթե ցանկություն չունեք, ապա այդ օրը ուղղակի ցանկություն պահեք, ինչ-որ մի բան։ Բայց նաև պետք է հասկանաք, որ աստղերը մի փոքր հեռու են եւ այդ ցանկությունները շատ արագ չեն կարող կատարվել։ Բայց այդ օրը ձեր վաղեմի ցանկությունը կարող է կատարվել։ Այն ինչ որ մի շատ կարեւոր մի բան է։ Նաև եթե հեռվում ինչ որ մեկն է գտնվում, ինչ որ մեկը կա,
դրսում է ապրում, կարող եք իր մասին ինչ-որ մի բան լսել, կարող է նաև հնարավորություն է սա, որ գնաք օտար երկիր, գնաք իրեն տեսնելու, կամ իր հետ շփվելու, հա, որովհետև երբ որ օտար երկրում են, մի քիչ այդքան էլ հեշտ չի ամեն անգամ, չէ, ինչ-որ մեկին տեսնելու, խոսելու։ Այդ կամուրջը կստեղծվի ձեզ համար։ Դա նաև կարող է ինչ-որ մասնագետ է, աստղերի հետ կապված, ինչ-որ մասնագետ է յուրաքանչյուր այս ոլորտի, հա, այն ոլորտը, որի մեջ որ ես եմ հիմա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։